5 տականից այսօր ընթերցում ենք ելից կամ ելք 1-ից 1 մինչև 2:25, Սաղմոս 15 1-ից 5 և առակաց 4 25-ից 27 համարները։ Եկեք կարդանք։ Ելք 1. Եգիպտացիների անգթությունը։ Սրանք են անուններն Իսրայելի որդիների, որոնք գնացին Եգիպտոս, ամեն մեկն իր ընտանիքով, Հակոբի հետ գնաց Ռուբեն, Շմավոն, Ղևի և Հուդա, Իսաքար, Զաբուղոն և Բենյամին, Դան և Նեփթաղիմ, Գադ և Ասեր։ Հակոբից սերված բոլոր մարդիկ 70 հոգի էին, Հովսեփն էլ Եգիպտոսում էր։ Մեռավ Հովսեփը, նաև նրա բոլոր եղբայրները և այդ ամբողջ սերունդը։ Իսրայելի որդիներն աճեցին ու բազմացան, շատացան ու խիստ զորացան, և այն երկիրը լցվեց նրանցով։ Արդ Եգիպտոսի վրա մի նոր թագավոր ելավ, որը Հովսեփին չէր ճանաչում։ Նա ասաց իր ժողովրդին. «Ահա Իսրայելի որդիների ժողովուրդը մեզանից շատ և հզոր է։ Եկեք խորամանկությամբ վարվենք նրանց հետ, գուցե բազմանան և այնպես լինի, որ երբ պատերազմ ծագի, նրանք էլ միանան մեր թշնամիներին և պատերազմեն մեր դեմ ու դուրս ելնեն այս երկրից»։ Դրա համար գործավարներ դրեցին նրանց վրա, որպեսզի չարչարեն նրանց իրենց ծանր աշխատանքներով, և փարավոնի համար կառուցեցին շտեմարան քաղաքներ՝ Փիթոմը և Ռամսեսը։ Բայց որքան չարչարում էին նրանց, նրանք այնքան ավելի էին բազմանում և աճում։ Նրանք երկյուղ էին կրում Իսրայելի որդիներից։ Եգիպտացիները բռնությամբ ծառայեցնում էին Իսրայելի որդիներին և դառնացնում էին նրանց կյանքը ծանր աշխատանքով, կավով ու աղյուսաշինությամբ և դաշտային ամեն տեսակ գործերով։ Ինչ աշխատանք էլ որ անել էին տալի նրանց, բռնությամբ էր լինում։ Եգիպտոսի թագավորը խոսեց եբրայեցիների մանկաբարձների հետ, որոնցից մեկի անունը Սեփրա էր, իսկ մյուսինը Փուվա, և ասաց. «Եբրայեցի կանանց, երբ ծնունդն ընդունելիս լինեք, նայեք, եթե տղա է, մերձրեք նրան, իսկ եթե աղջիկ է, թողեք ապրի»։ Սակայն մանկաբարձները վախեցան Աստծուց և չարեցին այն, ինչ Եգիպտոսի թագավորն ասել էր իրենց, և ողջ էին թողնում արուներին։ Եգիպտոսի թագավորը կանչեց մանկաբարձներին և ասաց նրանց. «Ինչու այդպես արեցիք և ողջ թողեցիք արուներին»։ Մանկաբարձներն ասացին փարավոնին. «Որովհետև եբրայեցի կանայք եգիպտացի կանանց նման չեն, նրանք առույգ են, մանկաբարձը դեռ նրանց մոտ չգնացած, ծննդաբերում են»։ Աստված բարություն արեց մանկաբարձներին, ժողովուրդը բազմացավ և խիստ հզորացավ։ Քանի որ մանկաբարձները վախենում էին Աստծուց, Աստված նրանց ընտանիքներ շնորհեց։ Փարավոնը հրամայեց իր ժողովրդին, ասելով. «Ծնված ամեն տղայի գետը նետեք, իսկ ամեն աղջկա ողջ թողեք»։ Երկրորդ գլուխ Մովսեսի ծնունդը։ Ղևիի տնից մեկը գնաց և կին առավ Ղևիի աղջիկներից մեկին։ Կինը հղիացավ և մի որդի ծնեց։ Տեսնելով, որ նա գեղեցիկ է, 3 ամիս թաքցրեց նրան։ Երբ այլևս չկարողացավ նրան թաքցնել, նրա համար վերցրեց եղեգից մի տապանակ, կուպրով և ձյութով ծեփեց, տղային դրեց նրա մեջ և տապանակը դրեց գետի եզերքին, Շամբերի մեջ։ Երեխայի քույրը կանգնած էր հեռվում, որպեսզի տեսնի, թե ինչ է պատահելու նրան։ Փարավոնի աղջիկն իջավ գետը լվացվելու, նրա աղախինները ման էին գալի գետի եզերքին։ Շամբերի մեջ տեսավ տապանակը և ուղարկեց իր ստրկուհուն, որ վերցնի այն։ Նա բացեց և տեսավ երեխային, երեխան լաց էր լինում, խղճաց նրան և ասաց. «Եբրայեցի երեխաներից է սա»։ Իսկ երեխայի քույրն ասաց փարավոնի աղջկան. «Չգնամ և քեզ համար եբրայեցիներից մի դայակ կին կանչեմ, որ կուրծք տա երեխային քեզ համար»։ Փարավոնի աղջիկն ասաց նրան. «Գնա»։ Աղջիկը գնաց և կանչեց երեխայի մորը։
Փարավոնի աղջիկն ասաց նրան. «Տար այս տղային եւ կորցք տուր ինձ համար, ես քո վարձքը կտամ»։ Կինը վերցրեց տղային եւ կուրս տվեց նրան։ Տղան մեծացավ եւ կինը նրան բերեց փարավոնի աղջկա մոտ, եւ տղան որդեգիր եղավ նրան։ Նա էլ նրա անունը Մովսես դրեց եւ ասաց. «Ջրից եմ հանել նրան»։ Մովսեսը փախչում է Մադիամ։ Երբ Մովսեսը մեծացավ, գնաց իր ազգակից եղբայրների մոտ եւ տեսավ նրանց ծանր աշխատանքները։ Տեսավ, որ մի եգիպտացի ծեծում է իր եբրայեցի եղբայրներից մեկին։ Նայեց այս ու այն կողմ եւ տեսնելով, որ մարդ չկա, սպանեց եգիպտացուն եւ նրան թաղեց ավազի մեջ։ Հետևյալ օրը դուրս եկավ եւ ահա երկու եբրայեցի մարդիկ կռվում էին իրար հետ եւ ասաց հանցավորին. «Ինչու ես ծեծում քո ընկերոջը»։ Սա ասաց. «Ով է քեզ իշխան կամ դատավոր դրեմ մեզ վրա, ինչ է ինձ էլ սպանելու միտք ունես, ինչպես որ սպանեցիր Եգիպտացուն»։ Մովսեսը վախեցավ եւ ասաց իր մտքում. «Անշուշտ այս բանն իմացված է»։ Փարավոնը լսեց այդ մասին եւ ուզում էր սպանել Մովսեսին, բայց Մովսեսը փախավ եւ բնակվեց Մադիամի երկրում։ Նա նստեց մի ջրհորի մոտ։ Մադիամի քուրմը 7 աղջիկ ուներ։ Նրանք եկան, ջուր քաշեցին եւ լցրին ավազանները, որպեսզի խմեցնեն իրենց հոր հոտին։ Բայց հովիվները եկան եւ քշեցին նրանց։ Իսկ Մովսեսը վեր կացավ, պաշտպանեց նրանց եւ ջուր խմեցրեց նրանց հոտերին։ Երբ նրանք եկան իրենց հոր Ռագուելի մոտ, նա հարցրեց նրանց. «Ինչու շուտ եկաք այսօր»։ Նրանք պատասխանեցին. «Մի եգիպտացի մեզ ազատեց հովիվների ձեռքից, նույնիսկ մեզ համար ջուր քաշեց եւ խմեցրեց ոչխարներին»։ Հայրը հարցրեց իր աղջիկներին. «Իսկ ուր է նա, ինչու այդ մարդուն այդպես թողեցիք, կանչեք նրան, որ հաց ուտի»։ Եվ Մովսեսը համաձայնվեց բնակվել այդ մարդու մոտ, եւ սա իր աղջկան Սեփորային կնության տվեց Մովսեսին։ Կինը մի որդի ծնեց, եւ Մովսեսը նրա անունը դրեց Գերսամ, որովհետեւ ասաց նա. «Պանդուխտ եղա օտար երկրում»։ Շատ օրեր հետո մեռավ Եգիպտոսի թագավորը։ Իսրայելի որդիները աշխատանքի պատճառով հառաչում եւ աղաղակում էին։ Աշխատանքի պատճառով բարձրացած նրանց աղաղակը հասավ Աստծուն։ Աստված լսեց նրանց հեծեծանքը եւ Աստված հիշեց իր ուխտը, որ կապել էր Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի հետ։ Աստված նայեց Իսրայելի որդիներին եւ Աստված իմացավ նրանց վիճակը։ Սաղմոս 15, 1-ից 15 համարներ։ Ինչ է պահանջում Տերը։ Տեր, ով կկենա քո վրանում եւ ով կբնակվի քո սուրբ լեռան վրա։ Նա, ով անբիծ է ապրում, արդարություն է գործում եւ ճշմարտություն է խոսում իր սրտում։ Նա, ով իր լեզվով չի չարախոսում եւ չար բան չի անում իր ընկերոջը եւ նախատինք չի գցում իր դրածու վրա։ Նա, ում աչքերի առաջ անարգված է չարագործը, բայց պատիվ է տալի Տիրոջից վախ ունեցողներին, ով երթում է տալիս ընկերոջը եւ չի փոփոխվում։ Ով իր արծաթը չի տալի վարձով եւ անմեղի դեմ վկայելու կաշառք չի առնում, ով որ այս անի, հավիտյան չի սասանվի տեղից։ Եվ Առակաց 4 գլուխ 25-ից 27 համարներ։ Քո աչքերը թող առաջ նայեն եւ քո հայացքը թող ուղիղ լինի։ Հարթիր քո ոտքերի ուղին եւ քո բոլոր ճանապարհները կհաստատվեն։ Աջ եւ ձախ մի խոտորիր, ոտքդ հեռացրու չարից։